Ռուսաստանում ԱՊՀ երկրների դեսպանները եւ Լավրովը քննարկել են միջազգային օրակարգի ակտուալ հարցերը, նախանշել մոտ ապագայի նպատակները, նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Պաշտոնական աղբյուրը նաև ավելացնում է, քննարկումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Չնայած սրան, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, կոշտ զրույց է եղել փակ դռների հետևում, Մոսկվան կարևոր ուղերձներ է փոխանցել Երևանին։ Հստակ մեսիջներ են եղել, այդ թվում նաև Հայաստանին ուղղված մեսիջներ, բնականաբար, որովհետև 26-ի ընտրությունները լինելու լակմուսի թուղթ այդ իմաստով եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության ապահովման կամ չապահովման տեսանկյունից։ Մոսկվայում անհանգստանալու առիթն ունեն։ Հայաստանում գեներացվում է այն միտքը, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է հանել Հայաստանից, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից վերջնականապես հեռացնել ռուս սահմանապահներին։ Քաղաքագետի խոսքով պաշտոնական Մոսկվայի համար արդեն ակնհայտ է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման մասին է։ Սա իհարկե նոր միտում չի։ Ռուսաստանի համար սա վտանգավորության եւ ռիսկի էական դաշտ է բացում, որ իր ավանդական ազդեցության տարածաշրջաններ մտնում են նոր սուբյեկտներ, նոր գեոպոլիտիկ կենտրոններ։ Օրինակ Անկարան, ասենք Իրանի դերակատարումն է էական, նույնչափ չէ ինչքան Անկարայինը, Ադրբեջանի հավակնությունները 2020 թվականի պատերազմից հետո էականորեն մեծացել են։ Ղևոնդյանի համոզմամբ անգամ Վաշինգտոնում են հասկացել, որ Պուտինը չի պատրաստվում զիջել ռուսական ազդեցության գոտիները։ Եվ դրա արտահայտությունն է նաև այն, որ առանց դիվանագիտական ավելորդ ձևականությունների Թրամփը Հարավային Կովկասն անվանել է Պուտինի տարածք։ Աշխարհը նոր ցիկլ է մտել։ Երեսպաշտությունը նախկին դիվանագիտական, այսպես ասենք, դրել են մի կողմ ուժեղները եւ ասում են աշխարհը բաժանելու ենք ըստ ռեսուրսային օգտագործման գոտիների։ Ուկրաինայում Թրամփը ինչ ստացավ այս ընթացքում ստացավ հազվագյուտ մետաղական հանքերը, չէ՞։ Իդեպ հազվագյուտ մետաղական հանքեր կան նաեւ Սյունիքում։ Սյունիքում Թրամփի ուղի նախագիծը իրականացնելու շուրջ բանակցություններ կան Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև, վստահ է քաղաքագետը։ Ըստ նրա, այդ մասին տեղեկացված չեն անգամ շարքային ՔՊԱ-ականները, որոնք փրփրաբերան պնդում են, թե Թրիփը խաղից դուրս է թողել ռուսներին։ Աշխարհում միջազգային իրավունքը էականորեն փոխվել է, ուժի իրավունքը դոմինանտություն ունի, իսկ օրինակ ամերիկյան նախաձեռնողականությունը բացառապես դրա մեջ է։ Պատկերացում ունեն, որ աշխարհում ազդեցության գոտիները պետք է լինեն ուժեղ պետություններին։ Օրինակ ԱՄՆ-ն լինելով ենթադրելի եւ այսպես պատմականորեն Ռուսաստանի մրցակից սուբյեկտ, հա, գեոպոլիտիկ կենտրոն, Ռուսաստանին դիտարկում է որպեսզի այնպես սուբյեկտ, որ ինքն էլ պետք է ունենա ազդեցության զոնաներ, որովհետեւ դա հիմնավոր է։ Ղևոնդյանը հիշեցնում է, դեռ ոչ ոք չի չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Դրա 9-րդ կետը տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման մասին քաղաքագետի խոսքով ձուլվում է Թրամփի ուղու հետ։ Թրամփի թրիփ ասածը դա Զանգեզուրի միջանցքի մասին է։ Եվ քանի որ այնտեղ կա երկաթգծային էլեմենտ եւ Հայաստանի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին աջակցելու եւ այլն, այդ երկու process-ները կարող են իրար հետ օրգանապես ձուլվել։ Президент Соединенных Штатов Америки и президент Российской Федерации։ Մի խոսքով կլինի այնպես, ինչպես կորոշեն Թրամփն ու Պուտինը, կարծում է քաղաքագետը ու նկատում, որ գերտերությունների առաջնորդները հաշվի կնստեն նաև տարածաշրջանի մյուս խաղացողների, օրինակ Թուրքիայի որոշ շահերի հետ։ Այն ինչ որ քննարկվում է վերևներում, ամենավերևներում, միշտ չի որ հասանելի է ներքևներին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։